Շատ ուրախալի է, որ գյուղերում, մարզային բնակավայրերում հին դպրոցների փոխարեն նոր դպրոցներ են կառուցվում, բայց դպրոց կառուցելը միայն բավարար չէ, դպրոցը պետք է լինի պետության առաջին քաղաքական խոստումը, հանձնառությունը տվյալ գյուղին, դպրոց ենք սարքում ու դրանով սկսվում է զարգացման շղթան։ Այսօր տեսնում ենք անբացատրելի իրողություններ, երբեմն 50 բնակիչ ունեցող գյուղում կառուցվում է 350 աշակերտի համար նախատեսված դպրոց, նույնը կողքի ավելի նոսր համայնքներում։ Առանց բնակչության վերադարձի եւ տնտեսական կյանքի աշխուժացման դպրոցները վաղը կմնան դատարկ կամ կիսադատարկ։ Դրա համար դպրոցը պետք է կապել հաջորդ քայլերի հետ՝ աշխատատեղ, բիզնես, առողջապահություն, ճանապարհ, ծառայություններ, հյուրատուն, փոքր արտադրություն, մարդը պետք է զգա, դպրոց նշանակում է ապագա, ոչ թե գեղեցիկ շենք առանց կյանք։ Երկրորդ առանցքային հարցը ուսուցիչն է։ Կարող ենք ամենագեղեցիկ դպրոցը կառուցել, բայց եթե որակյալ ուսուցիչ չկա, կրթություն էլ չկա։ Պետք է աշխատեցնենք այս համակարգը։ Պետպատվերով մանկավարժական կրթություն ստացողն անվճար ուսման դիմաց պարտադիր 2 տարի պետք է դասավանդի հեռավոր գյուղում, կրկնակի բարձր աշխատավարձով, ամբողջությամբ փոխհատուցվող տրանսպորտով, բնակարանով։ Մեր գյուղերի երեխաները պետք է ստանան լավագույն կրթությունը։ Ոչ մի երեխա իրավունք չունի ավելի վատ կրթություն ստանալ միայն այն պատճառով, որ ծնվել է հեռավոր գյուղում եւ ոչ Երևանում։ Կրթությունը պետք է հավասար լինի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ամենահեռավոր սահմանային դպրոցում։ Սա է ուժեղ պետության հիմքը՝ կրթված անհատ, ուժեղ պետություն։